Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքի դեմ բողոքող հարյուրավոր ՓՄԾ ներկայացուցիչներ բողոքի ակցիան իրականացրել կառավարության շենքի դիմաց առևտրականների պահանջը չի փոխվել։ Նրանք գործադիրից պահանջում են կասեցնել օրենքը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան իրականացրել ոչ միայն մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ, այլ նաև մարզերից եկած առևտրականներ։ Ոչ թե մեզ են տվել 3 ամիս, որ մենք տեսնենք ոնց ենք հույքագրում, ինչ ենք անում, հասցնենք, այլ մենք ենք տվել 3 ամիս կառավարությանը, որ կառավարությունը այս ընթացքում խոշոր բիզնեսին բերեր հարկային դաշտ, նոր մանրից պահանջել փաստաթուղթ։ Մենք այսօրվանից կսկսենք պահանջել նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, որը ինչպես և մենք բոլորս շատ լավ քաջատեղյակ ենք, կանգնած է այս ամենի հետևում և այսպես ասած չակերտավոր քավորներից մեկն է այս օրենքի։ Մոտորերս ուժի մեջ մտնող օրենքը ցուցարարները համարում են հարված փոքր ու միջին բիզնեսին։ Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները սպասեցին շուրջ 2 ժամ, սակայն գործադիրի անդամներից և ոչ մեկը նրանց հետ չհանդիպեց։ Տոնավաճառի աշխատակիցներն ապա որոշեցին բողոքի երթով գնալ դեպի Բաղրամյան 26։